Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, այսօր հինգշաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Տարբեր թեմաներով եմ կիսվելու ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ նշել նոյեմբեր ամսվա կարևոր օրերը, ամսի 20-ից հետո, բայց քանի որ նամակները շատ են, որոշակի իրավիճակների համար ինձնից խորհուրդներ են հարցնում, փորձենք հենց մոտակա օրերից։ Եվ այսպիսով, սիրելի հայրենակիցներ, Լուսինե Կշեռքի կենդանակերպում ամսի 9-10-ին այն առանց ընթացքի է, փորձում ենք ուղղակի ոչինչ չանել ամսի 10-ին կամ հարաբերությունները, խոսակցությունները թողնենք մեկ օրով հանգիստ մեր շրջապատի, մեր գոլեգաների, մեր գործընկերներին։ Ամսի 11-ին Լուսինե Կշեռքի կենդանակերպում առավոտյան ժամերին փոխհարաբերությունները ղեկավարների հետ կարող են լարվել։ Լարված դիրքավորում է Պլուտոնը, դա ճգնաժամային իրավիճակներն են։ Լուսինե Կշեռքում բարդ փոխհարաբերություններ շրջապատի հետ, թող զգուշ լինեն նրանք, ովքեր ծնվել են Կշեռք, Խոյ, Այծեղջուր եւ Խեցգետին կենդանակերպերի երրորդ տասներոյակում եւ այս բարդ դիրքավորումը կարծես հոկտեմբերի 14-ի խավարման արտացոլանքն է։ Ուշադիր ենք լինում, բարբերաբար ինձ այս ամիս բավականին շատ դիմում են կշեռքները, հետաքրքիր իրավիճակ, հետաքրքիր այն առումով, որ եթե ես ծանոթ չլինեի աստղաբանության հետ, բայց ես գիտեմ, որ նաև դուք ինքներդ, որ խավարումներ տեղի են ունեցել Կշեռք Խոյ առանցքում, Կշեռքի վերջին աշճանի վրա փոխհարաբերությունները բավականին լարված են, նույնիսկ կշեռքները չեն ցանկանում զիջել այսպիսի իրավիճակ, որովհետև բարձրացող հանգույցը Խոյի կենդանակերպ նման իրավիճակ լինելու է դեռ ապրիլի 8-ի մոտակայքում։ Հաջորդ կարևոր օրը, որպեսզի կարողանաք ձեր գործերը կարգավորել, դա ամսի 13-ն է։ Ամսի 13-ին Լուսինե Կարիճի կենդանակերպում, բայց նորալուսնից առաջ է, նոր գործերի համար այն բարենպաստ չէ։ Ինչ առումով նոր գործեր կարող ենք սկսել, մտածել բանկային այդ սֆերաներում, քանի որ երկուշաբթի է, երեկոյան ժամերին, մինչ աշխատանքային ժամը ավարտվելը, կարող եք ժամը 16-ի մոտակայքում գնալ, խոսել, բանակցել, եթե պարտքեր, խնդիրներ կան, կարող եք նրանց մասին վերադասների հետ խոսել, այն մարդկանց, որոնք իրավասու են օգնելու ձեզ։ Այդ բանկային գործարքները, որոնք ցանկանում եք կատարել, ամսի 13-ի նորալուսնին կարող եք այդ ամենի սկիզբը դնել, բայց մենք գեղեցիկ օրեր ունենք ամսի 17-ին, նոյեմբերի 17-ին, 18-ին։ Լուսինե Այծեղջուրի կենդանակերպում պետական մարմինների, կադաստր, անշարժ գույք ղեկավարների հետ այն 13-ի սկսած գործը կարող եք ուղղակի շարունակել նոյեմբերի 17-18-ին։ Այծեղջուրը դա պետական կառավարման մարմիններն են, կարող եք ձեր CV-ները ուղարկել համապատասխան մարմիններին, որպեսզի ձեր լավագույն կարողությունները ներկայացնեք, եթե հարցեր ունեք ձեր ղեկավարների հետ, եթե պաշտոնի բարձրացում եք ցանկանում, եթե ցանկանում եք ձեր ֆինանսական վիճակը բարելավել, ամսի 17-18 դրանք դրական օրեր են։ Նաև դրա շարունակություն, սիրելի հայրենակիցներ, դա կլինի, երբ որ Լուսինը գտնվի Ցուլի կենդանակերպում, դա նոյեմբերի 25-ի մոտակայքում է։ 25-26 Լուսինը Ցուլի կենդանակերպում գնումների համար է բարենպաստ, ամսի 25-ին այն միանալու է Յուպիտերի հետ, մեծ նվերներ կարող են ստանալ հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածներին, կարող են գնել կենցաղային տեխնիկա, նոյեմբերի 26-ը Ուրանի հետ դրական փոխհարաբերությունը, նվերներ, տեխնիկա, սարքավորումներ, պլանշետներ, հեռախոսներ, տարբեր այն ամենը, ինչը կապված է հոսանքի հետ, բարձրավոր հոսանքների հետ։ Եթե ցանկանում եք նույնիսկ էլեկտրոմոբիլներ գնեք, սիրելի հայրենակիցներ, կարող եք, որովհետև օրը բարենպաստ է։ Նվերներ կարող են ստանալ, պարգևատրումներ կարող են ստանալ, թանկարժեք իրեր գնելու, արծաթյա, քանի որ Ցուլը արծաթյա այդ զարդերն են, կամ հավաքածուներն են։ Եթե ցանկանում եք հավաքածուներ գնել,
զարդեր գնել, արժեքավոր իրեր գնել, գումար կարող եք ավանդներ դնել, դա նոյեմբերի 17, 18, 25, 26 սիրելի հայրենակիցներ գրում եք ինչպես եւ կարող ենք կատարել որ ժամանակահատվածում կարող ենք կատարել վիրահատություններ 17, 18, 25, 26 դրանից առաջ մենք ունենք լուսինը ջրհոսի կենդանակերպում ամսի 19-ին, ամսի 19-ը հեռահաղորդակցման հետ կապած ծրագրեր, պրոյեկտներ, on-line տիրույթում գովազդներ կազմակերպելու համար է դրական օր, ընկերների հետ հավաքվելու, գաղափարակիցների հետ փոխհարաբերությունները դրական ուղղությամբ տանելու, ահա այդ օրն է, եթե ցանկանում եք զանգել ձեր ընկերոջ, եթե ցանկանում եք առաջարկություններ կատարել լուսինը ջրհոսի կենդանակերպում ամսի 19-ին եւ այդպիսի մի օր ունենք մենք ամսի 28-ին, նոյեմբերի 28-ին, երբ որ լուսնի գտնվի երկվորյակի կենդանակերպում Վեներայի հետ դրական փոխհարաբերություն, կրկին բանակցություններ, խոսակցություններ, եթե ցանկանում եք ձեր սիրելիին կարող եք սիրային առաջարկություն կատարել, մոտ շրջապատում խոսակցություններ, դրական փոխհարաբերություններ ունենալը, կազմակերպելը, այդ ամենը հունի մեջ դնելը ուղղակի դրական օրեր են դա նոյեմբերի 19-ը եւ նոյեմբերի 28 լուսինը գտնում է օդի նշանում։ Լուսինը ձկների կենդանակերպում հիշողությունների գիրկը ընկնելու, հուշանվերներ գնելու, կնունկ, ծնունդ, այդպիսի ձկները, քանի որ քրիստոնեական կրոնն է, դա այդ տրադիցիան է, կարող եք այդ օրը կազմակերպել հերթական խնջույքը, բայց այնպես չի, որ ամսի 19-ին չեք կարող կամ ամսի 25-26-ին չեք կարող, այդ բոլոր օրերը դրական օրեր են սիրելի հայրենակիցներ, կարող եք ուշադիր դիտել, ձեզ մոտ նշումներ կատարել եւ համապատասխան օրերը մոտավոր համապատասխանեցնել այն իրավիճակներին, որոնք կարող եք ուղղակի դուք ձեռնարկել եւ ձեր գործերը համեմատաբար հաջողված կլինեն, խոչընդոտները ավելի քիչ կլինեն, բայց դա չի նշանակում, որ 100%-անոց արդյունք կարող ենք ունենալ, որովհետեւ մենք բոլորս ունենք անհատական քարտեզներ եւ այդ անհատական քարտեզներում կան խնդիրներ, որոնք դժվար լուծելի են կամ մոլորակային փոխհարաբերություններ, որոնք ուղղակի բարդ ազդեցություն ունեն տարբեր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների վրա։ Եվ մոտակա ժամանակահատվածում, քանի որ Մարսը գտնվում է կարճի կենդանակերպում Արեգակի հետ, մոտակա օրերին համարյա այդ ցուլի երկրորդ տասնօրյակի ազդեցության տակ ծնվածներ են գտնվում հարվածի տակ։ Ինչու եմ ասում հարված, որովհետև Մարսը հարված է եւ Մարս-Ուրան այդ օպոզիցիա դիրքավորումը անբարենպաստ, անսպասելի իրավիճակ կարող է բերել ձեր կյանք։ Եվ այդ օրերը փաստորեն 12-ը, եթե մենք դիտարկում ենք, տեսնում եք, բայց ամենավատ ամսի 13-ն է նորալուսին, մի կողմից նորալուսինը դրական հնարավորություն կտա փաստորեն տեսնում եք այծեղ ջուր, ձկներ, ցուլերի համար մի քիչ բարդ է լինելու, խեցգետին, կույս, այդ կենդանակերպերի վերջին աստիճանի տակ ծնվածների համար նոր հնարավորություն ժամկետ է, բայց այն բարդ իրադրություններ է բերելու ցուլ կարիճ, ջրհոս եւ առուց այդ 4 կենդանակերպերի ֆիքսված խաչի ազդեցության տակ ծնվածների մոտ բարդ իրավիճակներ, բարդ իրադրություններ, ֆինանսական ֆոն է եւ ի վերջո կամած կարիճները, այո, միշտ կարիճները նշում են, ինչու եք այդպես նշում, պարբերաբար դե բարդ փոխհարաբերություններ կան, մոլորակները շուտով բաց կթողնեն, Ուրանը ցուլից դեռ 22 աստիճան, այն 25 թվականին է անցնելու երկվորյակի կենդանակերպ, ոչ կանոնավոր, անկանոն ֆինանսական այդ ցայտնոտը կամած արդեն կանցնի եւ այդ նորարարությունները, որոնք տեղի են ունենում բանկային սֆերանում եւ մենք չենք մոռանում եւ մեր շրջապատում տիրող ֆինանսատնտեսական այս վայրիվերումները, Ուրան անսպասելի իրավիճակներ, այդ արտաժույթի անկումը, այդ ամենը պայմանավորված էր Ուրանի ցուլի կենդանակերպ գտնվելու փաստով եւ մենք դեռ 21 թվականին այդ մասին խոսում էինք, երբ Սատուրնը մտավ ջրհոսի կենդանակերպ եւ 21-22 թվականները բարդ իրադրություններ էին, ֆինանսական դաշտում նորարարություններ էին ներմուծվել, տեղեկատվական տեխնոլոգիաներ մեծ թափով արդեն մուտք են գործել մեր կյանք եւ կարծում եմ պատահաբար չէր ընտրված այդ COVID-ը 20 թվականի, որպեսզի մարդիկ լինեն տանը, 20 թվականի մոտավորապես դա դեկտեմբեր ամսին էր, դեկտեմբերի 20-ի մոտակայքում Սատուրն Յուպիտերը մտան ջրհոսի կենդանակերպ եւ ահա ներդրվեց մեզ պարտադրվանք
տրվեց, որպեսզի մենք անցնենք on-line տեղեկատվական տիրույթ, որովհետև եւ դիեզերքի ծրագիրն է դա եւ նաեւ աշխարհը ղեկավարող ուժերի, որոնց ձեռքում է գտնվում ողջ աշխարհի մոտավորապես 20%-ի ձեռքում է գտնվում ամբողջ աշխարհի մեր երկրագնդի 80% եկամուտը, այդպիսի փաստեր են արձանագրված բիզնես ոլորտում, ես ինքս հետաքրքրվում եմ, դիտարկում, այո, այդպես է։ Դե ինձ սիրելի հայրենակիցներ, եւ ամսի 30-ն է Լուսինը Խեցգետնի կենթանակերպում ընտանիք, օջախ, հայրենիք, ամուսնություն, դե չենք մոռանում նաեւ 17-18 փաստորեն ամսի 22-ը Լուսինը ձկների կենթանակերպում, ամսի 24-ը նաեւ դրական օր է ակտիվ շփումների, ակտիվ գործունեության համար եւ փաստորեն 25-26-ը այդ բոլոր օրերը կարող եք օգտագործել ամուսնության ինչ որ ծրագրերի, ձեր գործերը, ձեր նախաձեռնությունը դրական այսպես հունով տանելու համար։ Այսպեսով, սիրելի հայրենակիցներ, առաջին փուլը վերջացրեցինք հաղորդման, անցնենք երկրորդ փուլ։ Հաջորդ մասում հաղորդման խոսելու ենք Ռուսաստանի, Հայաստանի մասին։ Շատ են դիմում Ռուսաստանում տիրող այդ սոցիալ-տնտեսական, այդ ճգնաժամային իրավիճակի մասին եւ դա պատահական չէր, երբ 21 թվականի փետրվարին ես հաղորդում թողարկեցի, որքանով հիշում եք, ցնցումներ են սպասվում, այդպիսի հաղորդում էր, դեռ Ռուսաստանի հարձակումից 1 օր առաջ տեղի ունեցավ նկարահանումը, որտեղ այդ ժամանակ ուղիղ միանում են Պլուտոն, Մարս մոլորակները եւ ինչներ հետաքրքիր միջ հաղորդման հեռարձակումը լուրեր տարածվեցին, որ ռուսական կողմը հարձակում է գործել, լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ոչ մի բան այնպես ուղղակի չի լինում, բարդ դիրքավորումներ կան, սիրելի հայրենակիցներ, եւ այդ բարդ դիրքավորումները իրենք ազդում են աշխարհաքաղաքական իրադրությունների վրա։ Եվ բարբերաբար ինձ գնում են Պուտինի մասին, արդյոք նա մահացել է։ Սիրելի հայրենակիցներ, կարող եմ ասել, երկու տարբերակն էլ աշխատում է, շատ հավանական է, որ նա մահացել է, իսկ եթե չի էլ մահացել, պատրաստում է նրա քաղաքական վախճանը, դա կարող է լինել եւ ընդդիմադիրների կողմից, դա կարող է նաեւ պատրաստված լինել այն դաշտից, որտեղ որ նրա շրջապատն է, որտեղ մենք դիտարկում ենք, ահա Պուտինի քարտեզն է այստեղ, տեսնում եք, սա խավարումներն է, Ռուսաստանի քարտեզը, խավարումները բացասական ազդեցություն, Սատուրնը կշեռքի կենթանակերպում, վերահսկողությունը անցել է Ռուսաստանի Ֆեդերացիայի այդ երկրի, այսպես նշենք, նրա կառավարման դաշտը նեղանում է, իջնողը կշեռքի կենթանակերպում շատ քիչ են, նրա շրջապատում խժդժությունները շատ են եւ ինչն էր հետաքրքիր, եւ անցած տարի տեղի ունեցավ երկրաշարժը Թուրքիայում, դա Պլուտոնի դիրքով էր այծեղ ջուրի կենթանակերպում, նշեցինք, որ քանի որ Պլուտոնը պարբերաբար անցնում է այծեղ ջուրի կենթանակերպ, իսկ հետո ջրհոսի կենթանակերպ, այստեղ էլ դիտարկենք, մենք մոտավորապես այս պահի դրությամբ 28 աստիճան, այս հոկտեմբերի վերջի դրությամբ ինչ է կատարվում, այդ իրադրությունները, այդ մոլորակային դիրքավորումները, քանի որ Պլուտոնը սիրում է մաքրել, չիստ կա ռուսերեն, իսկ Պլուտոնը մաքրում է այծեղ ջուրը, գերտերությունները, պետությունները այն մարդկացից, այն ղեկավարներից, որոնք բռնապետեր են։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Պլուտոնը գտնվում է այծեղ ջուրում եւ Սև լուսնի վրա Ռուսաստանի, այս մասին խոսել եմ հաղորդումների, եթե դուք փնտրեք YouTube-ում Ռուսաստան, ինչ է սպասում եւ այլն, պարբերաբար խոսել եմ, բայց քանի որ լսարանում լինում են տարաբնույթ տարբեր մասնագիտություններ եւ կան նաեւ նոր մարդիկ, որոնք ուղղակի նոր են հետաքրքրվում աստղաբանությամբ, այս բարդ իրադրությունը նրա համար է կազմակերպված, որպեսզի չեզոքացնեն, որպեսզի նաև ինչպես գիտեք, դա Ռուսաստանը հանդիսանում է գերտերություն միջուկային, Պլուտոնը միջուկային գերտերություն, ահա Սև լուսինը այծեղ ջուրում այն պարբերաբար աշխարհին սթափեցնում է իր այդ հզոր ուժով, որ տիրապետում է միջուկային մեծ հզոր այդ զինանոցի զենքի պաշարներին, երկու տարբերակ կա, որ այն բռնապետը, որը կփորձի իրականացնել տերոր կամ երկրագնդի տիեզերքի այդ հավասարակշռությունը
կարող է ներդաշնակությունը կարող է խաթարել, ուղղակի նրան հնարավոր է սպասում է մահ, Պլուտոնը մահվան մոլորակն է, Սև լուսինը շատ հավանական է, որ թունավորեն նրան, նրա համար, Պուտինի համար բարդ է հոկտեմբերի 14-ից մինչ ապրիլի 8-ը, այս ժամանակահատվածը խիստ ճգնաժամային է, շատ հավանական է կամ թունավորեն, կամ ուղղակի նրա հանդեպ մահափորձ տեղի ունենա։ Դրա մասին նաև խոսել եմ նախորդ հաղորդման շրջանակներում, բայց այնպես է, որ եթե իջնող հանգույցը խավարումները մարդու ինչ-որ մեկի արեգակի վրա են փոխազդում, ազդեցություններ ունեն, դա նշանակում է, որ նրա կյանքը շատ հավանական է, որ գնում է վտանգի տակ կամ ուղղակի նա հեռացել է կյանքից։ Չգիտեմ ում ինչպես է ձեռնտու այս իրավիճակը, ես ուղղակի մեկնաբանում եմ աստղաբանական տենդենսներ եւ խնդրեմ անբարեկիրթ մեկնաբանություններ չգրեք եւ ես գիտեմ, որ իմ դասում քիչ են տարակարծիք մարդիկ, որտեղ սա հիմնական ոչ քաղաքական հարթակ է, ուղղակի մենք բոլորս այստեղ համախմբել ենք աստղաբանական կանխատեսումներ անելու եւ ծանոթանալու մոլորակային տիեզերական տենդենսներին։ Սիրելի հայրենակիցներ, այսքան Ռուսաստանի մասին, բայց այսպիսի մի հետաքրքիր իրավիճակ, ես երբ որ դիտարկում էի Պրիգոժինի քարտեզը, այդ հաղորդումներ կար, նրա քարտեզում էլ էր Սև լուսինը առյուծի կենդանակերպում, Պուտինի քարտեզում էլ Սև լուսինը առյուծի կենդանակերպում, Պլուտոնը դա կրկին բարդ մոլորակ եւ իջնող հանգույցը նրան ընդհանրապես տրված չէ, որ լինի բռնապետ եւ երեխաների հետ կապված իրավիճակներ, պատմություններ, Սև լուսինը առյուծի կենդանակերպում աստղաբանական տերմինաբանությամբ այն անհաջող դիրքավորում է եւ բավականին խոսակցություններ են տարածում նրա անձի հետ կապված երեխաների սիրելու եւ երեխաների հետ կապված անպատշաճ վերաբերմունքի մասին։ Չգիտեմ, դա աստղաբաններից է դուրս եկել, համենայն դեպս այդ դիրքավորումը ես նկատում եմ նաեւ այստեղ։ Եվ բարձրացող հանգույցը ջրհոսում նա պետք է ուղղակի ստեղծի, նա պետք է բաց լինի հանրության առջև, ջրհոսը դա դեմոկրատիա, եղբայրության առաջընթացի այդ կենդանակերպն է, իսկ նա ձգտում է միապետության, ձգտում է բռնապետության։ Եւ դիտարկելով Պրիգոժինի քարտեզը նրա մոտ էր Սև լուսինը գտնում առյուծում եւ Եզերքում էլ հենց Սև լուսինը գտնում էր առյուծում այն ժամանակահատվածն է, երբ Պրիգոժինը ուղղակի այսպես ներթափանցեց եւ բուրըն ազդեցություն ունեցավ ներքաղաքական այդ դաշտի վրա եւ ի վերջո իրենց երկուսի էլ նախասիրությունները եւ իրենց ախորժակը համարյա նույն բևեռում է, նույն կենդանակերպում, առյուծի կենդանակերպում։ Փաստորեն պատահական չէր նրա աստվարեզ գալը, նրա հեղափոխական այդ նկարտումները, ցավոք Սև լուսինը թույլ կողմին, թույլ մարդկանց համեմատաբար կարող է ոչնչացնել, իսկ դա այդ պահին տիեզերական իրադրությունը բարենպաստ էր Պուտինի համար։ Այս պահին ուղղակի երկրի ղեկավարի համար բարդ մոլորակային դիրքավորումներ են։ Դե ինչ կապրենք, կտեսնենք արդյոք նա ապրում է, թե նրա համար իրոք բարդ իրավիճակներ են, կյանքին սպառնացող իրավիճակներ։ Եվ սիրելի հայրենակիցներ, հաջորդ կարևոր թեման դա Հայաստանի քարտեզն է, լարված դիրքավորումներ ունենք, չենք խառնում սիրելի հայրենակիցներ, դա 12-13 նորալուսինը բարդ փոխհարաբերություններ ունի մեր Մարսի հետ, Հայաստանի քարտեզի ուժային կառույցների հետ, հուսանք, որ խնդիրներ չեն լինի, նոր նախաձեռնությամբ հանդես չեն գա մեր թշնամիները, կարիճը դա կորուստի նշան է, եթե ինչ-որ իրավիճակել կա, որը կարող է մեզ այսպես սթափեցնել, այո, լուսինը կարիճի կենդանակերպում, նորալուսինը կարիճի կենդանակերպում, պետք է սթափ լինենք, ովքեր ունեն հարազատներ, մանավանդ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ ոլորտում, թող ուշադիր լինեն, հնարավոր է նրանք հանկարծակի բերեն մեր զինվորներին։ Այդպիսի բարդ օր է 13 եւ մոտավորապես 7 օր հետո դա 19-20 սիրելի հայրենակիցներ, բարդ իրադրություն, նորից անդրադառնում եմ դրան, պետք է ուշադիր լինենք, այսքան հնարավոր է, որ ոչինչ էլ չկարողանան նրանք ձեռնարկել կամ նրանց մոտ չստացվի, բայց միևնույն է մեր թշնամին քնած չէ, նա պարբերաբար ուզում է մեզ բերել հանկարծակի եւ լուսինը ջրհոսի կենդանակերպում ամսի 20-ին տեղեկատվական դաշտում տեղեկատվական տերոր կարող է լինել, նրանք կարող են կոտրել մեր այդ կարևորագույն
լուսինաջրհոսի կենդանակերպում, այդ դաշտում, մեդիա տիրույթում, պաշտպանական գերատեսչություններում ուղղակի կարող են այդ կապերը խզել, օդային հակաօդային պաշտպանությունը թող ուշադիր լինի, ջրհոսը կարող են ԱՑՍ-ներ ուղարկել, փորձարկումներ կարող են կատարել, ինչ որ մի բան կարող են անել սիրելի հայրենակիցներ, որովհետև նրանց մասնակիցները ամենաքիչը 40 հոգի էզոթերիկ աշխատում են նրանց եւ թուրքական այդ գերատեսչությունները, պաշտպանական գերատեսչություններն են կամ այն կառույցները, որտեղ զբաղվում են երկրի այսպես ղեկավարմամբ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, դե եթե հավանում եք մեր հաղորդումները, կարող եք բաժանորդագրվել, նաև կարող եք կիսվել սոցիալական դաշտերում Facebook, Instagram եւ մի մոռացեք բաժանորդագրվեք, նաև այնտեղ հետաքրքիր նորություններ են լինում, կարճ դրվագներ են լինում, նաև իմ գործընկերների հետ շատ հետաքրքիր հանդիպումներ տեղադրվում են ուղղակի սոցիալական այդ դաշտերում։ Այսքանը, սպասեք ինձ մյուս շաբաթ, ցտեսություն։